Ագնեսան մի հատ կետ ասաց, որ ասում ես երկկողմ բանակցություններով դա արդեն իսկ լավ է, որ տեսեք մենք երկուսով բանակցում ենք։ Դա մեծ շահավետ կլիներ, եթե մենք լինեինք հաղթած կողմը։ Միայն հաղթած կողմին է շահավետ առանց միջնորդության բանակցում վարելը, որովհետև հաղթած կողմը կարողանում է ստանալ ամեն ինչ։ Մինչև այսօր տեսնենք, թե ինչքան զիջումներ է իրականացրել այս իշխանությունը, ու դեռ Ալիևն ասում է, որ սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, ադրբեջանցիների վերադարձի հարց կա, սահմանադրության փոփոխության հարց կա, այսինքն այդ թեզը, որ երկուստեք հնարավոր է պայմանավորվածության հասնել աշխատող չի այն դեպքում, երբ որ դու ես պարտված կողմը, եւ հենց պարտված կողմի մեծ հաշվով շահերից է բխում միջնորդ ունենալը, երաշխավորի ինստիտուտ բերելը։ Ալիևի պարզ է, որ իր ինչին է պետք երաշխավորություն ունենալը մեծ հաշվով, բացի նրանից, որ ասում եք ռևանշիզմի կանխում եւ այլն եւ այլն։ Իրականում, եթե անկեղծ են կողմերը խաղաղության հետ կապված, երկու կողմին էլ պետք են երաշխիքներ։ Հա, եթե Ալիևը չի պատրաստվում պատերազմի, ինչի չի ուզում երաշխիք ունենալ։ Իսկ դուք վստահ եք, որ ինքը չի ուզում։ Ես վստահ չեմ, որ ինքը չի ուզում։ Իմ տպավորությամբ մերոնք այդ հարցը չեն էլ բարձրացնում։ Եթե վաղը Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, ես ունեմ այդ տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը զանգելու է ասելու է ինչ ես անում։ Պետք չեն այդ երաշխիքները։ Ինչի՞։ Որովհետև իրեն պետք է քարոզչական խաղաղություն, որը կապված է իր անվան հետ, չէ, օրինակ, վաղ ստորագրվում է մի փաստաթուղթ խաղաղության պայմանագիր ամբողջական ասենք երաշխիքային համակարգով։ Հարց առաջանալու է, իսկ Նիկոլ Փաշինյան դու ով ես, դու Ղարաբաղը հանձնողն ես, դու պարտերազմում պարտվողն ես, ու այս խաղաղությունը այնքան ամուր է, որ դու մեզ պետք չես։ Չէ, ինքը դրա պատասխանն էլ ունի, պարոն նախագահ։ Ինքը ասում է այդ խաղաղության փաստաթուղթը որ ստորագրի, ես էլ պետքա լինեմ այդ թուղթը պահողը։ Այ դրա համար եմ ես ասում։ Նկատի ունեմ ինքը շարունակությունն էլ ունի։ Այ դրա համար եմ ես ասում, հայ ժողովրդին պետքա մեկ բան՝ հարատևելի խաղաղություն, որը կախված չի Նիկոլ Փաշինյանի ասենց քաղաքական հաշվարկների հետ, որը կապված չի Իլհամ Ալիևի տրամադրության հետ, եւ եթե կողմերը կրկնեմ անկեղծ են խաղաղության հետ կապված, երկու կողմն էլ կարիք ունեն երաշխավորված խաղաղությանը։ Մեկը այս պահին այդ խաղաղությունը երաշխավորված ունենալու համար, մյուսը երկարատև առումով վստահ լինելու համար, որ ռևանշիզմի դրսևորումները եւս զսպվելու են։ Հիմա վատ է սա։ Պարոն նախագահ, եթե կարելի է վերադառնանք իմ դիտարկմանը ուղիղ բանակցություններին, այսինքն առանց միջնորդների բանակցելու, այսպես ասած, բանակցելու գիծն են իրանք Կարմիր թելի նման անցկացնում իրենց ամբողջ քաղաքականության մեջ եւ իրականացնում։ Գիտեք, այս հարցը ինչ եմ ուզում քննարկեմ, որովհետեւ դուք էլ Հայր Ալիևի հետ, այսպես ասած, շփման փորձ ունեք, նկատի ունեմ կարող եք նաեւ մեր հասարակության համար կիսվել, թեպետ ասում են, որ հայր եւ որդին շատ տարբեր են իրականում, դուք եք մի քանի անգամ այդ առիթներով խոսել, ձեր նախագահության վերջին տարիներին արդեն նախագահ Իլհամ Ալիև, տեսականորեն հիմա ուզում եմ նկարագրել։ Գուցե իսկապես երկու հարևան երկրի համար բոլոր խնդիրները հաշվի առնելով հասկանալի է, որ արյուն է թափվել այս ընթացքում, հազարավոր կյանքեր են խորտակվել, կորսվել, մենք այո Արցախն ենք կորցրել, բայց տեսեք ինչ են մարդկանց մեջ այսպես սերմանում իշխանությունները, ասում են, որ երկու հարևանի համար, երկու դուր դռան վրա հարևանի համար ավելի հեշտ է խոսալը, իրար հասկանալը, քան երբ որ երրորդը գա միջնորդի եւ փորձի ձեզ բարիշացնել, հաշվի առնելով նաեւ որ Ագնես, հավատում եք դրան։ Մարդիկ կան, որ հավատում են, պարոն նախագահ։ Եկեք քննարկենք, որքանով է իրատեսական, նաև հաշվի առնելով ձեր փորձը Հայր Ալիևի հետ շփվելու։ Առհասարակ իրանք ինչպիսին են էլի այդ բանակցային process-ների մեջ։ Իրար հետ խոսալու եւ պայմանավորելու ոչ մեկը դեմ չի։ Ես ինքս երկարատև բանակցել եմ եւ եթե մենք Կիևստում ստորագրեինք այդ պայմանագիրը կլիներ երկու հոգու մեջ պայմանավորված, բայց հետո լուրջ երաշխիքային համակարգով համարագրված։ Նույն օրինակ ես բերեցի այս Օսլոյի ակորդը, Պաղեստինա եւ Իսրայել։ Իրենք երկար բանակցում էին Օսլոյում հենց։
իրար հետ էին բանակցում։ Ուղիղ բանակցություններ էր գնում իրար հետ, վերջապես պայմանավորվել են։ Այն արգումենտը, որը դու բերում ես, դա ոքի հիմքեր չունի։ Պատերազմների 90%-ը հարևանների մեջ է լինում։ Եթե դա իմպերիալիստական պատերազմ չի, կոպիտ ասած Բրիտանիան, Հնդկաստանը ինչ որ գրավելու հետ կապված, ասես կոլոնիզացիայի հետ կապված, եթե պատերազմ չի, բոլոր պատերազմները հարևանների մեջ են լինում։ Կոնտինենտալ պատերազմները հատկապես։ Եվ սա արգումենտ չի։ Իհարկե լավ է խոսալը։ Քանի պատերազմ եղավ Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև։ Գերմանացուց կամ ֆրանսիացուց եւ բրիտանացուց մեջ բոլոր պատերազմներն այդպիսի, բայց երաշխիքային համակարգ հենց դրա համար է, որ դա գործի եւ գործի հարատևելի։ Այդ օրինակը կենսունակ չի։ Եվ պատմական օրինակների հետ եւ ընդհանրապես Բայց ձեր ժամանակ կենսունակ էր, չէ՞, բանախագահ։ Ձեր ժամանակ կենսունակ էր, չէ՞, Քիվեստի ժամանակ կենսունակ էր, եթե Հեյդար Ալիևը, եթե ընտանիքը դեմ չլիներ, ստորագրում էր, չէ՞, փաստորեն։ Եվ ստացվում է, որ պայմանավորվածություն ձեր երկուսի միջև էր լինում։ Քիվեստում հենց ենթադրվում էր, որ լինելու է լուրջ երաշխիքային համակարգ։ Ու հետո Մինսկի խմբի համանախագահության ֆորմատ կար միշտ։ Հենց երաշխավորողները պետք է լինեին Մինսկի խմբի համանախագահները։ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա եւ Ռուսաստան։ Նկատի ունեմ պայմանավորվածությունը, պայմանավորվածության դուք էիք հասել, էլի, երկու կողմերն էին հասել զրույցի։ Հիմա Իսրայել-Պալեստինա էլի, պալեստինցիք եւ իսրայելցիք Օսլոյում նստած մի երկու տարի բանակցել են եւ հասել են պայմանավորվածության։ Հենց հասել են պայմանավորվածության, Վաշինգտոնում ստորագրվեց այդ փաստաթուղթը։